Կասյան փողոցում շաբաթ-կիրակի օրերին կազմակերպվող գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք նպատակ ունեն հենց գյուղմթերք արտադրողին հնարավորություն տալ իր արտադրանքը հասցնել սպառողին առանց վերավաճառողների միջնորդության, գործում են նույնիսկ այս ցուրտ եղանակին։ Սպառողներն իրենք են հավաստիացնում, որ շուկայում այս գյուղմթերքների գներն անհամեմատ ցածր են այլ շուկաների հետ համեմատած, եւ հենց գյուղացին է Երևանի մերձակա բնակավայրերից իր արտադրանքը հասցնում այստեղ։ Էժանություն չի, արտակարգ թանկություն էլ չի։ Ընտրությունը կարելի է անել, էլի։ Այստեղից էլ գոհ եմ, քաշով, տեսքով ամեն ինչով լավն է։ Չնայած այս ամենին, իհարկե կային նաև գնորդներ, որոնց դիտարկմամբ Կասյան փողոցում գործող գյուղմթերքների շուկայում վերավաճառողները եւս հարմարավետ տեղավորվել են։ Ըստ նրանց վերավաճառողները վաղ գալիս են շուկա, գյուղացիներս գնում նրանց բերքը եւ տեղում վաճառում։ Գնորդները դժգոհում են, թե իրենք այստեղ են գալիս ակնկալելով գյուղմթերքի ավելի էժան գներ, քան շուկաներում։ Իսկ հիմա ամեն ինչ այլ է։ Վերավաճառողները այնտեղ են եկել եւ նոր գներ են թելադրել։ Լավ շուկա է, բայց շատ կա գյուղացի չի, առնում են ծախում են, վերավաճառում են, խնդրում են ուշադրություն դարձրել, ժողովուրդը մեղ կա, որ գյուղացի կանգնում է լավ է, բայց սկզբից եղել է շատ էժան, բավական էժան, հիմա վերցնում են, վերավաճառում են։ Գնորդներից ոմանք էլ դժգոհում էին ասելով, որ իրենք չեն հասկանում, թե էժանը որն է։ Նույն գներն են, դեռ մի բան էլ ավելի։ Եվ եթե նույն գներն են, ապա իմաստ չունի երկար ճանապարհ կտրել եւ հասնել գյուղմթերքների շուկա։ Դժգոհ, ահա որ։ Չէ՞։ Շատ բարձր։ Թանկ է։ Եվ ոչ մեկը, այո, ամեն ինչ թանկ է եւ ոչ մեկը չի հետևում, պատկերացնում եք։ Եւ ամեն ինչ արվում է ժողովրդի հաշվին։ Մսամթերքները մսի նման չեն։ Բարձր ճշմարտ տակ սոյան մղում են, հետն էլ չգիտես ինչ որ մի բան խառնում են եւ ասում են որ միսը։ Գներից նույնն է, էլի, ոնց որ վիզդե։ Չէ։ Հնարավորինս թանկացրել են արդեն եւ համարյա թե դառել է բանի խանութի գներ։ Շուկայի գներից պրակտիկորեն չեն տարբերվում։ Գյուղացու հետ գործ ունեմ։ Մենակ դրա պատճառով գին չեմ միջացնում։ Գյուղացին էլ նայում է թե շուրջ բոլորը ինչ է կատարվում, ըստ այնմ էլ գներն է բարձրացնում։ Այնուամենայնիվ նշենք, որ Երևանում եւ ոչ միայն Երևանում գործող շուկաներում հիմնականում առևտուր են անում վերավաճառողները։ Միջնորդները գնում են գյուղմթերք արտադրողից, որը տեղափոխում են Երևանի շուկաներ, որտեղից միջնորդներից կրկնակի եւ եռակի ավել գնով ստիպված է լինում ձեռք բերել սպառողը։ Սա էլ արդեն տարիների ընթացքում ձևավորված եւ կարծրացած շղթա է։ Իհարկե, կան գյուղացիներ, որոնք պարզապես շատ բերք ունեն եւ կա իրացնելու խնդիր։ Ունեն նաեւ բերքը Երևան հասցնելու խնդիր եւ վերջապես նախընտրում են ավելի քիչ ստանալ իրենց բերքի դիմաց եւ չչարչարվել ճանապարհներին։ Շատ լավ էլ ընթանում է վաճառքը, ուստեղ էժանավաճառում դրա համար չեն բողոքում։ Ասեփական ապրանքատերեր են բոլորը կանգնած, հարմար գներով վաճառում։ Շատ լավ, շատ նորմալ։ Գոհ ենք շուկայից, գոհ ենք կազմակերպիչներից։ Ոչ։ Սկզբնական մի քիչ բողոք կար, հիմա դա էլ վերացավ։ Գոհ ենք, ոնց գոհ չենք։ Չէ, ոչինչ, ապրանքը որ ընտիր է, լավն է։ Գոհ են ելնում, դժգոհ չեն գնում մեզանից, որակից, այո։ Իրանք էլ են շատ գոհ, որովհետև շուկայի գնից էժան ենք վաճառում։ Վաճառքը նորմալ է, ով տանում համտեսում է, հաջորդ շաբաթ միանգամից գալիս առնում է, որովհետև իսկական արենին է ու մաքուր է։ Ես արենին էլ է, տեսակն էլ է արենի ու ես էլ արենի գյուղից եմ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես նախաձեռնողներին, գյուղնախարարին, աշխատակազմին, քաղաքապետարանի, այս շուկայի աշխատակազմին առաջի անգամ 3000-ի փոխարեն ոչինչ չենք վճարում։ Սպասարկում են նորմալ, կշերտները տալիս են նորմալ, առևտուրը իհարկե արդեն ժողովուրդը սովորել է, միայն ափսոսում եմ, որ սկզբից չեմ եկել, երրորդ շաբաթն եմ գալիս։ Մեզ հետաքրքրում էր նաև Երևանում գործող ավանդական շուկաների վիճակը, սակայն վերավաճառողներն այստեղ այնպես են հաստատվել, որ ոչ միայն արգելում են գյուղացու մուտքը, այլև այսօր արգելցին մեր նկարանող խմբի մուտքը շուկաներ։ Տպավորությունն այնպիսին էր, որ մենք ներխուժում ենք ոչ թե հասարակական մի վայր, այլ իրենց անձնական օբյեկտը։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։